Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերի առթիվ Գավառի քաղաքապետարանում կազմակերպվել էր տոնական ընդունելություն, որին հրավիրված էին մեծ հայրենականի վետերաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, պատերազմական եւ խաղաղ պայմաններում զոհվածների հարազատներ։ Տարիների ընթացքում հետզհետե նոսրացել են հայրենական մեծ պատերազմի վետերանների թիվը եւ այսօր նրանցից մեր կողքին են ընդամենը 12-ը։ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շնորհավորեց վետերաններին, նրանց շնորհեց պատվոգրեր ու դրամական Պատվոգիրը շնորհվում է հայրենական մեծ պատերազմի վետերան Վարդգես Գևորգի Մանուկյանին, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ։ Երկրություն եմ ցանկանում ես մտապերողը, որ մտապերը չեղանապոզնալ մեծ կանքը ամպնիր, թե քանի վետերան չեն, հիմանում ամարդը։ Ոբի երկարքանություն են, առողջություն, ջեր բոլորը երկարքություն։ Շնորհավորանքների եւ դրամական պարգևների արժանացան նաեւ Արցախյան պատերազմի հաշմանդամության կարգ ունեցող մասնակիցները եւ զոհվածների հարազատները։ Ես եմ շնորհավորում ես մեր պատերազմի հաշվանդամներին եւ խոնարհվում եմ մեր զոհերի առաջ։ Շատ շնորհակալություն։ Այս ինձ եղել է կռվող, ինձ եղել է լավ զինվոր, լավ սպա, լավ հրամանատար։ Եվ բոլոր ժամանակները անկախ թե աշխարհը մեզ ինչ է թելադրել, ինչ ուղղությունով գնալ, հայը իր գենի շնորհիվ, իր ծագման շնորհիվ իր հայկականությունը պահպանել է։ Ես շնորհում եմ մեր բոլոր վետերաններին, գլխովին խոնարհում ենք բոլոր նրանց կատարած գործի առջև, այո, շատ քիչ է մնացել։ Եվ անկախ նրանից 10 տարի հետո 20 տարի ով կլինի թե չէ, բայց նրանց կատարած գործը միշտ հիշվել ասել է։ Տոնական սեղանի շուրջ հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու երախտիքի խոսքեր։ Շնորհակալություն ենք հատնում Գուրգեն Մարտիրոսյանից, որ այսպիսի միջոցառումների նկատմամբ։ Մեր չեն վրացած, հայրենական պատերազմի վետերանին չեն վրացած եւ մասնակցում են այսպիսի երախտոների համար։ Շնորհակալություն։ Բերլին, Չեխոսլովակիա, Պրագա, Վերդիվացիա, Վենա, Վայինի գտով ծառայերեն որպես передиնում էր առուշնոյ պիլիմոչի կատլիշնի սադաթեմելը։ Հրավիրվածները իրենց խոսքում նաև նշեցին, որ նախաձեռնությունը գեղեցիկ առիթ էր միմյանց հանդիպելու, շնորհավորելու եւ անցած օրերը վերհիշելու։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Եղամաօր։